Ողջույն բոլորին։ Այսօրվա բաղադրատոմսը վերաբերվում է մեր փոքրիկներին, քանի որ բոլորի երեխաները հիմա տանն են, ճիշտ ժամանակն է պատրաստել տնական համեղ բուրգերներ եւ չիփս։ Ուրեմն 200 գրամ ալյուրը լցնում են կամանի մեջ, վրան ավելացնում 2 թեյի գդալ խմորիչ եւ 2 ճաշի գդալ շաքարավազ։ Թեյի գդալի կեսի չափով աղ։ Խառնում, այստեղ ես ունեմ 230 մլ կաթ, որի վրա ավելացրել եմ 120 մլ ջուր, հասցրել գոլ վիճակի եւ ավելացրել վրան 50 գրամ կարագ։ Սա էլ ենք լցնում ամանի մեջ, վրան կոտրում 1 ձու եւ քիչ-քիչ ավելացնում ալյուրը, որ ստանանք պինդ խմոր։ Տեսեք, ես ստացել եմ ձեռքերից չկպչող խմոր։ Խմորն ամբողջությամբ տեղափոխում տախտակի վրա։ Մեջտեղից հավասար կիսում եւ սկսում մասերի բաժանել եւ գնդեր ձևավորել։ Ստացած գնդերը տեղափոխում ենք ջեռոցի տապակի վրա, որի մեջ ես ավելացրել եմ յուղաթուղթ, մի փոքր ձեթոտել, որ խմորը չկպչի, եւ այսպես սեղմում տապակեցնում ենք, ծածկում եւ թողնում 35 րոպե, որպեսզի հանգստանա։ 35 րոպե անց բացում, վրան քսում ձվի դեղնուցը խառնած կաթով եւ ավելացնում քունջուտ։ Ուղարկում ջեռոցը 10-ից 12 րոպեով 200 ջերմաստիճանի տակ։ Մինչև ջեռոցում թխվում են հացերը, եկեք պատրաստենք չիփս։ Կարտոֆիլը մաքրում ենք եւ քերիչով անցկացնում, այսպես որպեսզի ստանանք այս չափի կլորիկներ, եթե քերիչ չունեք, կարող եք հասարակ դանակով բարակ կլոր կտրատել։ Կաթսայի մեջ ձեթ ենք լցնում եւ կարտոֆիլն ավելացնում մեջը, ապա դուրս բերում եւ համեմում։ Նայեք ինչքան սիրուն են եղել մեր հացերը, սա էլ չիփսերը։ Դե ինչ, սկսենք հավաքել բուրգերը։ Այստեղ ունեմ թթու վարունգ, մալականի թթու, հազարի տերևներ եւ կոտլետներ, հրակայուն տապակի մեջ վրձինով մի փոքր ձեթ եմ քսել եւ ցածր կրակի վրա տապակել, որպեսզի շատ յուղոտ կոտլետներ չլինեն, այսինքն ունենք դիետիկ կոտլետներ։ Ինչպես նաեւ տոմատը խառնել եմ թթվասերով եւ համեմել։ Որոշել եմ բուրգերները զարդարեմ այսպիսի դրոշակներով, որը նույնպես կարող եք պատրաստել ձեր փոքրիկների հետ։
Կարող եք մատուցել նաև թարմ տնական ֆրեշով։